Միացյալ Նահանգների հետ բանակցություններն արդյունավետ են եւ ըստ դետալների ասել է Վլադիմիր Զելենսկին Բերլինում տեղի ունեցած բանակցություններից հետո։ Կարևոր է, որ հասնենք խաղաղության եւ այն լինի արժանապատիվ, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաձեռնել է Ադրբեջանի պատմության ամենամեծ համաներումը։ Նախագծի համաձայն համաներումը կտարածվի հայրենական պատերազմի եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ի հակաահաբեկչական գործողության մասնակիցների, նրանց հարազատների եւ սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Խոշոր վթար է եղել Իրանում, կա 13 զոհ։ Ուղևորատար ավտոբուսը Սպահան-Թեհրան մայրուղում բախվել է պիկոտի եւ շրջվել։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է, հետաքննություն է սկսվել։ Սիդնեյում ահաբեկչական հարձակման զոհերի թվում ռուսաստանցիներ կան, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան է հայտարարել։ Անհայտ անձինք կրակել են Սիդնեյի լողափում, որտեղ տեղի էր ունենում հրեական խունկայի տոնին նվիրված միջոցառում։ Վերջին տեղեկությունների համաձայն զոհվել է 16 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել, նախնական տվյալներով զոհվել է առնվազն 7 մարդ։ Բրազիլիայի Գուաիբա քաղաքում Ազատության արձանի 35 մետրոնոց կրկնօրինակ ուժգին քամու հետևանքով ընկել է։ Սանկտ Պետերբուրգում ջրանցքները կարծես պատված լինեն բամբակի հաստ շերտով, այս երևույթը տեղի է ունենում, երբ ձյունը չի հալվում, այլ կուտակվում է ջրի մակերեսին, վերածվելով պլաստիկ զանգվածի։ Երկար սպասված անձրևները հասել են Իրան եւ հեղեղել Վարամին քաղաքը։ Վարամինը գտնվում է Թեհրանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հարթավայրում։ Սաուդյան Արաբիան 2025 թվականին մահապատժի է ենթարկել 340 մարդու, սահմանելով նոր ռեկորդ։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։